Ծառայություն մատուցելու ավելի լայն շրջանակում կարելի է նաև ընկալել, որ ծառայություն է մատուցում իր հոտին, հայ ժողովրդին մասնավորապես այս դեպքում, եւ ինչպես յուրաքանչյուր ծառայություն մատուցող ինստիտուտ, իսկ հայ առաքելական եկեղեցին կարող ենք համարել ինստիտուտ, ժամանակ առ ժամանակ ինստիտուտը ունի նորոգման կարիք։ Եվ այդ նորոգումը ժամանակը պարտադրում է, այսինքն հին բարքերով, հին տրամաբանությամբ, կեղծավորությամբ, իրականությունից կտրվածությամբ ինստիտուտները չեն կարող մատուցել այն ձևով այդ ծառայությունը, ոնց որ այդ ժամանակը, արդի ժամանակը պահանջում է։ Եվ մասնավորապես կարծում եմ, այո, եկեղեցին ունի որոշակի նորոգման կարիք եւ դարերի ընթացքում այդպիսի նորոգումներ տեղի են ունեցել։ Եվ ես կարծում եմ եւ ես վստահ եմ, որ այդ նորոգումը տեղի ունենալու հենց եկեղեցու ներսից, թեկուզ շատ տենց դանդաղ տեմպերով, բայց այսպես ասած այն շղարշը, այսպես ասած, որոշակի կեղծավորության շղարշը պետք է պատռվի եւ մենք պետք է վստահ լինենք, որ եկեղեցին, որը ծառայություն է մատուցում Աստծուն եւ ծառայություն է մատուցում նաեւ իր հոտին, ազնիվ է եւ անկեղծ իր հոտի հետ։ Ինչ վերաբերում է Մալաթիա Սեբաստիայի զարդարանքին, անկեղծ ասած, ձեզանից առաջին անգամ եմ լսում խնդրի մասին, անպայմանորեն կհետազոտեմ եւ կփորձենք լուծումներ տալ։ Չէ, պարոն Ավինյան, դուք շրջանցում եք բուն հարցը, ես ասում եմ Նավասարդ Կճոյանի վերաբերյալ։ Դե ես ոչ մի հարց չեմ շրջանցում, ես ձեզ տալիս եմ այն պատասխանը, որը որ կարծում եմ ճիշտ պատասխանն է ձեր հարցին, ես չեմ կարող անհատների մասին խոսել այստեղ։